Սննդային առանձգական հիմքից եւ տարբեր համային ու անուշաբույր հավելումներից բաղկացած գաստրոնոմիական արտադրանքը, որն օգտագործելիս անփոփոխ պահպանում է իր ծավալը, սակայն աստիճանաբար սպառում է իր բոլոր համային հատկությունները եւ դեն նետվում, ընդունված է անվանել պարզապես մաստակ։ Թեև մաստակը խոհարարական արտադրանք է, այնուամենայնիվ խորհուրդ է տրվում այն միայն ծամել։ Պարզվում է, որ մաստակ ծամել սիրում են ինչպես այսօր, 21-րդ դարում, այնպես էլ 5000 տարի առաջ նեոլիթի դարաշրջանում։ Ժամանակակից մաստակի նախատիպը սկսել են օգտագործել աշխարհի գրեթե բոլոր հատվածներում միաժամանակ։ Եթե հին հույները ատամներից սննդի մնացորդները հեռացնելու եւ շնչառությունը թարմ պահելու համար ծամում էին մեղրամոմ, իսկ մայացեղի ներկայացուցիչները նախապատվությունը տալիս էին կաուչուկին, ապա հնդկացիները գերադասում էին որպես մաստակ օգտագործել փշատերև ծառերի խեժը։ Եվրոպական երկրներում մաստակ օգտագործելու առաջին նախադրյալներն ի հայտ եկան 16-րդ դարում, երբ նավաստիները Հնդկաստանից ներկրեցին ծամելու համար նախատեսված ծխախոտը, եւ շուրջ 300 տարի անընդմեջ Ամերիկայի եւ Եվրոպայի բնակիչները զանգվածաբար օգտագործում էին ծամելու ծխախոտը, քանի որ մոմով կամ պարաֆինով փոխարինելու բոլոր փորձերը պսակվում էին անհաջողությամբ։ Դե իսկ մաստակ արտադրող առաջին գործարանը հիմնվել է Ամերիկայի Մեն նահանգի Բանգոր քաղաքում, եւ հենց այդ պահից սկսած մաստակի պատմությունը սկսում է զարգանալ կայծակնային արագությամբ։ Մաստակը կնքվեց լայն սպառման արտադրանքի պիտակով, իսկ ծամելու սովորույթը Ամերիկայից տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ 1848 թվականին Ջոն Քորթիսը կազմակերպում է սերուցք եւ շաքար եւ սպիտակ լեռ անվանումով փաթեթավորված առաջին մաստակների արտադրությունը, որը պատրաստում էին սոճու խեժից եւ համային հավելումներից։ 1869 թվականին նյույորքցի հայտնի լուսանկարիչ Թոմաս Ադամսը մեքսիկացի գեներալ Անտոնիո դե Սանտա Աննայից գնում է կաուչուկի մեծ խմբականակ եւ տնային պայմաններում կազմակերպում մաստակի արտադրություն, իսկ 1871 թվականին մաստակի հաստոցի համար Ադամսը ձեռք է բերում արտոնագիր։ Առաջին մաստակներն Ադամսը անվճար բաժանում է դեղատան աշխատողներին, պայմանով, որ դրանք կցուցադրվեն ցուցափեղկերում։ Իսկ 1888-ին Ադամսի գործարանում արտադրում են մրգային համով Տուցի ֆրուցի մաստակը, որը կարելի էր գնել նույն թվականին տեղադրված մաստակ վաճառող առաջին ավտոմատ սարքից։ 1891 թվականին ասպարեզ է դուրս գալիս մաստակ արտադրող նոր Wrigley ընկերությունը։ Իրականում այն զբաղվում էր օճառի վաճառքով եւ յուրաքանչյուր վաճառված օճառի հետ մաստակ էր նվիրում։ Ընկերության հիմնադիր Վիլյամ Ռիգլին, հասկանալով, որ գնորդները նախապատվությունը տալիս են մաստակին, ոչ թե օճառին, փոխում է գործունեության բնույթը եւ դարձնում մաստակ արտադրող համար առաջին ընկերությունը։ 1893 թվականին Ռիգլին արտադրում է անանոխի համով եւ մրգային մաստակներ։ 1919 թվականին Վիլյամ Ռիգլի կրտսերը կատարում է մարքեթինգային հզոր քայլ, Ամերիկայի բոլոր բնակիչներին ուղարկելով մեկական մաստակ անվճար։ Նոր ապրանքը դուր է գալիս ամերիկացիներին եւ բիզնեսը ապահովում է աստղաբաշխական աճ։ 1928 թվականին մասնագիտությամբ հաշվապահ 24-ամյա Ուոլթեր Դիմերը բացահայտում է առանձգական մաստակի կատարյալ բանաձևը, որը կիրառվում է մինչ այսօր՝ 20% կաուչուկ, 60% շաքար, 19% եգիպտացորենի օշարակ եւ 1% համային հավելում։ Այս մաստակներն անվանվեցին Double Bubble, քանի որ նրանից կարելի էր փուչիկ ստանալ, որը ծամելու ընթացքում դառնում էր վարդագույն, ինչն էլ գրավում էր հատկապես երեխաներին։ Մաստակից ամենամեծ 58.5 սմ տրամագծով փուչիկը փչել է Սյուզան Մանհոմերին Նյու Յորքի ABC հեռուստաընկերությունում 1994 թվականին։ Արդեն 50-ականներին մաստակ սկսում են արտադրել Չինաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում եւ Գերմանիայում։ Մասնագետները խորհուրդ են տալիս մաստակ ծամել միայն ուտելուց հետո եւ ընդամենը 5 րոպե, դե իսկ ծամելուց հետո այն նետել միայն աղբամանի մեջ, այլապես դուք կտուգանվեք 450 եվրո, եթե այն նետեք, ասենք, Բարսելոնայի հասարակական վայրերից մեկում։ Իսկ ահա Սինգապուրում մինչև 1992 թվականն ընդհանրապես արգելված էր մաստակի վաճառքը, իսկ օրենքշրջանցողները տուգանվում էին կամ 2 տարով ազատազրկվում։ Այսօր Սինգապուրում թույլատրվում է վաճառել միայն հականիկոտինային մաստակ, բուժիչ հատկություններով, այն էլ այն դեպքում, երբ գնորդը ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։